Բարեկացեք սիրելի քույրեր եղբայրներ, բարեկացեք Տիրոջ ներկայության մեջ։ Եկած ենք ուրախությամբ հանդիպելու, վայելելու մեր Տիրոջ, մեր Փրկիչին։ Թող այս պաշտամունքը բոլորիս համար լա օրհնություն։ Եկեք ոտնգայս երոնական աղոթքով սկսենք մեր այսօրվա պաշտամունքը։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Մեզի գալու, հանդիպելու իր ներկայության մեջ իր հետ, գովաբանելու, մեծարելու, գովերգելու իր սուրբ անունը, ինչպես Սաղմոս 2-ի մեջ կգարտանք, որ Դավիթ թագավոր գոհություն կբարձրացնի մեր Տիրոջ եւ լսե Աղաղագեցեք Տերոջը, ով բոլոր երկիր, Զարայեցեք Տերոջը ուրախությամբ, անոր առջև գեցեք ցնծությամբ, ջանցեք թե Եհովան է Աստված, անիկա ստեղծեց մեզ ու ոչ թե մենք անոր ժողովուրդը ու անոր արոդին ոչխարներն ենք, մտեք անոր թեռները կողությամբ ու անոր սրահները օրհնությամբ, կոհացեք անգեր ու օրհնեցեք անոր անունը, վասնզի Տերը բարի է, անոր ողորմությունը հավիտյան է, ու անոր հավատարմությունը ասկ է, մինչև ասկ, հալելույա։ Եկեք գողություն պարսացնենք և ասենք, դեր դու բարի ես, ողորմությունները, հավերժ է մեր վրա։ Ամեն։ Let's
ուրիշ անվանը, որ չկա իրեն նմանը, անսկիզբ և անբաղջանի, ինձ և կեզ բերած է կյանք հավիդյան, մեզ միշտ եղած է բահաբան, մեր դգար կյանքերը ինք թող ղեկավարի, որովհետև ինք ամեն բանի վրա իշխանություն ունի և թագավորներու թագավոր է։ Դերարժանի է մեծարելու պարապանելու իր սուրբ անունը։ Սիրելիներ, ուզենք 150-րդ Սաղմոսը միասին ընթերցենք, որովհետև գտեսնենք միշտ կսե օրտնեցեք զանիգա, օրտնեցեք, այսինքն չսեր օրտնե, ուզենք պարապանական երկերը միասին երկենք, նախ Սաղմոսը գարտանք և միասին դերը պարապանենք։ Օրտնեցեք Աստված իր սրբարանին մեջ, օրտնեցեք Զանիգա իր զորությանը հաստատությանը մեջ, օրտնեցեք Զանիգա իր զորավոր գործերուն համար, օրտնեցեք Զանիգա իր մեծապարությանը համեմատ, օրտնեցեք Զանիգա փողի ձայնով, օրտնեցեք Զանիգա դավիղով ու գնալով, օրտնեցեք Զանիգա թմբուկով ու բարով, օրտնեցեք Զանիգա լար ունեցող նվագարաններով ու սեղանով, օրտնեցեք Զանիգա մեծացայն ծնծվաներով, օրտնեցեք Զանիգա ծնծության ծնծվաներով, ամեն շունչ ունեցող թող դերը օրտնե, Ալելույա։ Եկեք մեր եղբայրներ միանանք մենք միասին օրտնենք մեր դերը, որտեղ մեր դերը արժանի է, օրտնելու, օրտնվելը, որովհետև մեզ տված է ազատություն իրեն մաչնելու համար, ինձ տված է երջանկություն, մեզ տված է խաղաղություն և ուրախություն։
մեր վարկի դիրոջը դեսնենք սիրելի բրերը պայլներ մեր երջանկության աղբյուրն է, մեզ ազատություն տվողն է, մեզ բժշկողն է, միայն իրեն վստահենք, մեր կյանքերը, մեր հոգիները իրեն սերգերում է ցկեն, ինք ամեն ինչ դասավորած են Պիտի խնդրեմ Լերջիկ Քրոջմե մոդենալ բոլորիս անունով շնորհակալության աղոթ պարսացնե եւ բարապանական աղոթ պարսացնե, որ դերը մեզ տված է ազատություն, ուրախություն, երջանկություն եւ մեզ տված է բրգություն եւ շնորհակալություն այդն է, որ մեզ հոգ կդանի, գզորացնե, գլերե եւ գբուժե։ Գործեն գմեծարեմ, երգրբակեմ, գբքովապանեմ սուրպ և բատվագանում մեր դերը, մեր արդար ասվածը, մեր մեծ բժշկաբեդը, մեր բարի հովիվը, մեր արդարության արեքագը, շնորհակալ եմ մեր հույսը, մեր լույսը, մեր ուրախությունը, մեր զորությունը, մեր խաղաղությունը գործնեմ քեզ Տեր։ Ամեն ադեն գործնեմ Տեր, արդուգանուխ գործնեմ մինչև իրիկուն, քանի որ դեսագավոր քաները մեզի գբահես, գբահբանես, գզորացնես, գործնես Տեր։ Ուժ գուդաս, զորություն գուդաս, առանց քեզի մենք ոչինչ չենք Տեր։ Շնորհակալ եմ, որ քեզի ունենք ամեն բան ունենք։ Այսօր եւ ամեն օր Տեր, պիտի քովեմ ինչքան որ կյանք տվիր Տեր, կյանքիս մինչև վերջին շունչը, պիտի օրհնեմ քեզ եւ մեծարեմ, քանի որ ցուն իմ դերն ես, իմ փրկության Աստվածն ես, ինձի համար արին թափողն ես եւ առավել ժարանքորդ ըրիր Տեր, երկնքի մեջ, յակի քրքի մեջ անունս կրեցի քու արյան դարերով Տեր Հիսուս այսօր համար շնորհակալ եմ, փառք կուտամ ամեն մեկ քույրս, ամեն մեկ եղբայրս, որ հոս է Տեր, գբերեմ իրենց բոլոր դժվարություններով, նեղություններով, հիվանդություններով, դգարություններով, դեսագավոր դժվարություններ կան Տեր, բայց քունը սիր Բիդունենակ այս դժվարությունները, բայց քաչասիրտ եղեք, ես աշխարհի հաղթեցի, քանի որ ցուն հաղթեցի, մենք ալ քու զավակները դենք հաղթական բրգիչին, հաղթական զավակները հլալով, մինչև քու փարավոր երկրորդ կալուստը Տեր, մեզի պիտի դաս զորություն, մեզի պիտի դաս համբերություն, մխիթարություն այն օրվա համար, որ փողերը պիտի հնչեն, դերը պիտի տնե իր ոտքերը երկրի վրա, աշխարհի վրա, եւ պիտի կաս քեզի, որ at երջանի քույսով սպասողները Տեր, քեզ պիտի մեծարեն, փարավորեն, երկինք պիտի դանիս հավիդյանս հավիդենից քեզի հետ պիտի լան, Տեր Հիսուս Օրտնես աշրամը, օրտնես առաջնորդողը, օրտնես ամեն մեկ քույրս, ամեն մեկ եղբայրս, որ բաժին գբեր է Տեր, հիշես խոսողը, հիշես պատգամապերը եւ բոլորս օրտնված, զորացած, ինքնավստահություն ունենալով, քանի որ թուն մեզի հետ ես եւ մեզի դվողը թուն ես Տեր, ուժը դվողը թուն ես, կարողություն դվողը թուն ես, օրտնված, զորացած մեր դուները արձակես Տեր, շնորհակալ եմ այս շնորհքին եւ մեծարեմ քեզ Սուրբ եւ Պատվական անունդ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն եւ միշտ ամեն։ Եկեք խնդրենք Սուրբ Հոգին, որովհետեւ կա եւ մեր սրտերը եւ մեր անձերը, մեր հոգիները պատրաստե իր Սուրբ եւ գենարար խոսքը հասկանալ։ Որովհետեւ միակ դասողներ չլանք, հայր առնենք եւ մեր հոգիներուն եւ մեր սրտերուն մեջ դրոշմենք Տիրոջ խոսքը, ապրենք Տիրոջ խոսքով եւ գադարողները դրանք ճիշտ հասկանալով իր խոսքերը։ Եկեք ասենք Փառք քեզի Տեր, որ մեզի հետ ներկա ես, մեզի կզորացնես եւ մեզի դաս այն բաները, որ քու փառքիդ համար կոչած են։
Շարունակենք ասել Տեր երկու երկրպիր մեր միտքերում, դրպիր մեր հոգիներում, մեր մարմիններում, մեր բոլոր անդամներում Տեր դրպիր քու խաչի ծորությամբ կենտանացու Տեր, շարժե Տեր մեր ավազանները, որնեսի տեսնենք ու պարկը, վայդենք ու ներգայել Տեր կյանքերում մեջ։ Գարժանացնես հանդիպելու քո հետ վայելելու մեր կյանքերում մեջ ներկայությունը եւ դեր գնորոքես մեզի քո հոգիով ամեն այլ դեր արժանես ամեն ողջության ամեն ողջության Sirdas,
ներկա ես, գավառան փորձում ներկա ես դեր, եւ ուր դեր կողքովդ մաքրեմ ես դերը մեր հոգիները, որբեսի դեր ինչ որ խոսիս մեր եղբորը միջոցով, ինչ որ դեր պատրաստած ես մեզի համար, թող դեր մեր հոգիները նորոգվին, թող մեր սրտերը նորոգվին, մեր աչքերը բացվին լույսով դեր, այլ դեր պատրաստ է մեր հոգիները լսելու քո խոսքը, գաղութե մեր եղբորը համար, որ քո խոսքը պիտի փոխանցել, տուն մաքրես իրեն, սրբես իրեն, լեզու բերանը լաստեր իրեն, ինչ որ ուզես խոսիլ իրեն միջոցով դեր, մենք պատրաստ ենք լսելու և գադարելու քո պարգիտ համար դեր, ամեն և ամեն, պատրաստ ենք իրոջ խոսքը լսելու, եղբայր հովիգին միջոցով հրամե եղբայր, Gut, seines ist da schwer nicht. Ancaq երբ սուբյեկտը գարտանք, այսպես ընդհանուր բոլորս արգիտենք, որ Աստծո մասին խոսի, Աստծո սիրո մասին խոսի, Աստծո բրգության բերած ծրագիրի մասին խոսի եւ շատ ժողովուրդներու մասին մեծ երևույթուն ուտա, պատմություններ կա մեջը, որոնք մենք դասեր վերցնենք։ Նաև ուրիշ գետ մգավորից աս վերջին ընտացին հաջակ միտքը սուկա, որ սուկիրկը պավվականին դեղիգություններով լեցուն է կենտանիներու աշխարեն, պավվականին մեջը իշված է։ Երբ ստեղծագործությունը կգարտանք ծնունդոցը և գանտվինք, որ մարդ արարածեն առաջ գենտանիները ստեղծվել են։ Մենք պիտի գարտամ կանի մահամարներ, Աստված ըսավ շուրերը գենտանության շունչ ունեցող շատ սողուններ թողանեն և թրջուններ երկրի վրա երկինքի հաստատության երեսը թող թրջին։ Այցեկոս Աստված հրաման ուտա ծովին և թրջուններում։ Աստված ստեղծեց մեծամեծ և ամեն շնչավոր գենտանի, որոնք շուրերը արատ հանեցին իրենց դեսագին մեզ ու ամեն թևավոր թրջուն իր դեսագին մեզ։ Աստված տեսավ, որ բարի են, Աստված օրհնեց զանոնք, ասելով աճեցեք ու շատցեք և ծովերուն մեջ եղած շուրերը լեցուցեք, թրջուններն ալ երկրի վրա թող շատնան։ Եվ իրգուն և արդու լարով 5-րդ օրը եղավ։ Անշուշտ շարունակվի, ես գրճատած եմ, կսկսի ցամաքային կենտանիները ստեղծվին, կազանները եւ այլն, ատկե հետքը 6-րդ օրը Ադամ եւ Եվան կստեղծեն, որպեսզի իշխեն։ Աշխարհի վրա կա մոտավոր 500,000 տեսակ կենտանի ստեղծագործություններ իվեր, միան որ Աստված ասավ աճեցեք եւ շատցեք եւ ամեն մեկը իր տեսակին ամենամարդ ուղղա ասկան տեսակի կենտանիներ կա։ Քանի օրինակներ կա ուզեմ գարտալ, այսպես քիչ մի հետաքրքրությունը սկրավեց։ Արագածի մեջ կսե երկրի վրա 4 բան կա, որոնք պստիկ են։ Բայց անոնք շատ խելացի են։ Նայեցեք սուկիրկը կենտանին խելացի կգոչեն։
Մրջունները, որ զորավոր ժողովուրդ մը չեն, բայց իրենց կերագուրը ամարվնե կպատրաստեն։ Ջակարները դգար ժողովուրդ են, բայց իրենց դուները վեմերու վրա գշին են։ Ջակարը ասի նավաստագի դեսակն է։ Գշարնագենք մարախները թակավոր չունին, սաղեն ամենքը քունդ դուրս կելն են։ Այսին սերդված, համացայնված կաշխարին։ Անշուշտ ամեն մեկի իր խորուրդ ունի, մենք այսօր ուրիշ բանի վրա պետք է կենտրոնանք։ Մովես իր ցերկերովը բادرում նպակ չի, ու թակավորներու, բալատներու մեջ կգտնվի։ Սուբկիրքի մեջ կգարտանք այսօր նման բավական դեղեցություններ, որտեղ ցել հետաքրքրական է։ Գսե աղեք կալող 3 բան կա, որոնք քեղեցիկ կալվածք ունի։ Այնցեք ամեն մեկ բառը, որ գործածերը իմաստ ունի, քեղեցիկ կալվածք ունի։ Արույցը, որ բոլոր անասուններեն զորավոր է, ու բնավ մեկումը երեսը ետ չի տարար։ Մեջ կգաբացին ու նոխազը, մեջ կգաբացին բնդրեցի ոմանք շունը գսեն, դեսակ ուշում մնե, որ շատ արակ է, իսկ նոխազը այձի դեսակ մնե, որ արու ուկա։ Եվ նաև գտեսնեք սուբկիրքի մեջ անձնավորություններ, որոնք նեղություններով հանդիպեցան, դժվարություններով հանդիպեցան։ Եվ իրենց պատասխանը եկավ գենթանիներով աշխարհում։ Մեկ երկու բանը սա ասված իրեն, սա դու գիտես երկիրը ինչի վրա գեցեր է, դու գիտես սա ես երբ որ հրամանն եմ արել չի ցակել։ Ետք դիշարնակի գենթանիները օրինակ տալու։ Գսե իրեն դու գիտես բազեն իմ հրամանովս կբացանա։ Իր նեղություններուն պատասխանը ասված գենթանիներով աշխարհին պատասխան է։ Նաև կան անցիկ, որոնք նեղության հանդիպեցան եւ ասված գենթանիները օգտագործեց։ Մարկարեն, երբ անոթի էր, գսե իրեն ես ակրավներուն հրամայեցի, որ քեզի ջաշ բերես։ Սպահամի պատմության մեջ կգարտանք իշուն ասավ խոսիր, էշ խոսած։ Հովնամ մարկարեն գործով ինգա սուհին հրամայեցի գսե, որ քեզի գլե։ Դերոջ գործերը զարմանալի են։ Ամեն մեկը իր դեղին եւ իր օգտագործություն ունի։ Նաեւ գենթանիները այսպես նմանություններով է գործածվել է։ Օրինակ Հիսուսի համար մենք ասենք որպես քարմուկ, որպես սո մարդու մեղքերուն համար եկավ եւ բրգությունը բերավ։ Հավատացյալը մանցված է ոչխարի եւ Հիսուս մեր հովիվն է։ Ամեն։ Բայց Հիսուսի նաեւ ուրիշ նմանություն մնալ է, որ երկրորդ կալուստին միտիկա, որպես արուց միտիկա, որպես թակավոր միտիկա։ Դա ցերվեցնեք այսպես գենթանիները օրինակները կա։ Այսինքն քարնուգեն արուց։ Բայց հավատացյալը ոչխար է։ Արդյոք հավատացյալը նմանություն ունի։ Մի տեսնենք, թե ոչ հավատացյալը միան ոչխարի նման ծված է։ Ուրեմն ուզեմ մեր հիմնական նյութին կանք պիտի գարտամ Եսայի մարգարեությունեն 40-րդ գլխուն կանի մահամարներ, ով իր ապովը ջուրերը չապեց, ու թիզով երկինքը ծրակրեց, ու երկրի հողը չապի մեջ ամփոփեց, եւ լերները գշրատաթով ու բլրները գշիրքով գշրեց։ Ով Հակոբ, ինչու գսես ու ով Իսրայել, ինչու կհայտարարես, թե իմ ջամփաս դերոճմեն ծածկվեցավ, եւ իմ իրավունքս իմ աստուծմես զանց արունեցավ։ Ով կնեց դերոճ հոգին ու անոր խորհրդագից ըլլալու ուղղություն տվավ անոր։ Անիգա որու խորհուրդը արծուց, ով անոր գիտությունը սորվեցուց ու իմաստության ջամփան ջանցուց։ Ամեն։ Անիգա հոգնածին ուժ դվող ու կարողություն չունեցողին շատ զորություն հասցնողը։ Երդասարտներն անգամ պիտի հոգնին ու դունան, եւ ընդիր գդրիչներ բոլորովին պիտի ինան, բայց դերոջը ավապինողներուն ուժը պիտի նորոգվի, եւ անոնք արձիվներու պես թևեր վեր պիտի ելնեն, պիտի վազեն ու չդունան, պիտի քալեն ու չհոգնին։ Դերոջ ավապինողը ով է, գիտեք դերոջը սպասող հավատացյալն է։ Եվ ինչի կնմանցնե հավատացյալը։ Արձիվի։ Ոչխար եւ արձիվ։
Մեկը թակավոր, մույսը իշխան, երկինքի իշխան։ Արդյոք արձիվը ինչ է։ Մեկը դերը մեզի արձիվի գնամանցն է, որ այսպես արձիվի մասին քիչ մանրամասնություններ առնենք։ Բոլորս գիտենք արձիվ այսպես նշան մնե, սրբազանները գտնեն իրենց վիզին։ Նաև ինչ ժամանակ դրաններով վրա կօգտագործվեր արձիվ, այսինքն արձիվը իր հեղինակությունը ունի, ինչ ժամանակ գործածեին ասիգա։ Նաև ինչ ժամանակ շատ մի երկիրներ իրենց դրոշակներով վրա գտնեին։ Անշուշտ ներկայիս կան մի երկիրներ կա, որ չի կա, օրինակ Գերմանիան երկու մասի պաշտված էր, դարձյալ արձիվի լոգոն կար։ Արդյոք ինչ է աս արձիվը, դա ինչ կա, եւ նաև Սուրբ Գիրքը բավական տեղեկություն կտա արձիվի մասին։ Նաև կտեսնենք շատ գերություններ, հաստատություններ, դարձյալ այսպես արձիվին լոգոն օգտագործեն։ Արդյոք ինչ է աս արձիվը։ Ուրեմն բավական սերդեցի եւ ուժեցի ծերետ բաժնեցի անշուշտ ինձիալ օրգություն եղավ, արդյոք ինչ աս նորոգվիլը։ Ուրեմն ասի արձիվին նկարներն է մենք հաջող, այսինքն քիչ տեսած ենք սև գլա, անշուշտ աս քույներն արգա կգտնվին։ Ինձ խոսենք այսօր հատկություններում մասին, արձիվը ինչ կնե, ինչ կունե, ինչու ասված արձիվի նմանցուցեր է հավատացյալը։ Ուրեմն մոտավոր աշխարհի վրա 60 տեսակ արձիվ կա։ Գոլդ կա, շեհին կա, ամեն մեկի իր անունները ունի, մոտավոր այսպես 60 տեսակ է։ Արձիվը միակ թռչունն է, որ շատ բարձր կթռչի, մյուս թռչունները զանազանողը իրեն ասե, մոտավորապես 6-11 կիլոմետր, այսինքն օդոնավի բարձրության հավասար կթռչի։ Ադերներ կպատահի ամբերենալ բավական վեր գելը, որպեսի անձրևի չի մատնվի։ Մոտավոր թևերուն հասակը 2.5 մետրո է երբ բանա։ Եվ գշիրկը արձիվին 3-9 կիլոյի մեջ կլա։ Իր չափը։ Ակրավին հագարակն է։ Ակրավը մարմինը մեծ բուկա, բայց թևերը վստիկ բուկա, բայց արձիվին թևերը շատ զորավոր, արդյոք ինչու։ Մոտավոր ժամը 320 կիլոմետր լսուրա և դարին 10,000 կիլոմետր երթա։ Այսօր այսին եթե ինքը ասիա ծամակամասն է, եթե ամերիկա բիդերթա 15,000 կիլոմետր, նույն հերավորության, ավելի հերուդերը բիդերթա, ասկան կիլոմետր երթա և արանց մեկ ամնելա, այսին ժամերով 10 ժամի չապ կսուրա, վեր չգահամ չի ետ կսուրա։ Մարդե 4-8 անգամ ավելի հստակ տեսողություն է։ Ամենան ասենք հերուն, որսը 3 կիլոմետրային կտեսնե։ Այսին հաճախ մենք վիդեոներում ենք տեսած ենք երկինքն է, բարձր դերում է, գիշներ ծովան ծուը գարնե գելը, վստահ բոլորի դա տեսած ենք։ Այս աստիճան տեսողություն ունի։ Բադվախնդիր է։ Միան իր զույգին հետ կմիավորվի, մինչև ման։ Վանդագի մեջ ճաբրի։ Այսինքն եթե բանդարգես իրեն, անցնասման գլա։ Գամ բիցավարնի բարձրության մեջ, գամ բիտմերնի։ Աս երկու որոշունի մեջ է։ Երբ անուտենա, իր որսը ինքը գճար է, ուրիշին չի ծանգա։ Եվ որսը որսացածը գուդ է։ Ուրիշ տրճուններ, մերած գենթանիներ և թիրակներ գուդ է։ Աս տրճունը ինքը գվորսան է գուդ է։ Չի որսավնենք մնա։ Կինը մոտավոր 10,000-ին մինչև 50,000 դոլարի մեջ, ասկան արժեք ունեցող գենտանի մնի, լսեր եք ասը սկայական կոմարները։ Պույնը գշին է ոչխարի կամ նաբաստագի մորտով և հադուկ պայդեր գոգտագործ է, ամեն պայդ վեդե չլար։ Եվ պույնը գշին է պարսուտյան մեջ, այսինքն մենք բացարձակ չենք տեսած, որ ծարին վրա ածիկը պունիշիներ է, իշտ վերերն է։ Արձիվը աչքի մեջ մշակ ունի, այսպես մաշկ ունի, երբ սուրա կկոցե այդ մաշկը ջերմակ կլա։ Որպես երբ սուրացած ադենը փոշի կամ ամնկա աչքը չի վնասվի։ Այդ արագության որգերտա կկոցե և ետ մեկ սեկնդի մեջ ետ կպանախոսի ադեն, կույնը ջերմակ կլա։
Արձիվը իր սնունդ ավելիով թևերուն երտա։ Մարմինի մեջ բան չի մնար, սնունդը թևերուն երտա։ Գաբրի 4 սամակամասերու վրա Աֆրիկա, Ասիա, Եվրոպա և Ամերիկայի մեջ։ Եվ մեկ հիմնական ասպես զորավոր հատկություն ունի, որ արձիվը անհաղթ թրջում է, չի բարդել։ Եվ հնարավորություն ունի նորոգվելու, միակ թրջումն է։ Արձիվ երբ կհասնի 35-40 տարեկան, այսինքն երբ ծերանա, կսկսի իր գուդուցը գորանալու, ծրելու, նույնպես ալ մակիլները, և կսկսի վրային պետուները թապելու և ծանրանալու, և 35-40 տարեկան կլա։ Արձիվին երբ տեսնես 35 տարեկան եղած է այսինքն բարս թրջում ուտեսնես ոս 35 են 40 տարեկանի միջև այսինքն հերոյեն նայող իրեն չի դեսնել որ արձիվ է բարս թրջում եղավ ինչ դա վերջացավ արդյոք արձիվին հեղինակությունը ասել կյանքը Այսինքն արձիվին երբ նայես ոչ երկինքի իշխան, ոչ գեղեցկություն, ոչ համբավ, ոչ ուժ և ցուրտին թիմած անպաշտպան պետուները տապավ ինչպես պիտի պաշտպանվի ոչ ալ կարողությունը ունենա որսալու այսինքն մի անվորդ պիտի ուտե արձիվը որ ցուկ ուտե հիմա մի անվորդ պիտի ուտե այլևս Եվ աս թրջունին թիմած երկու ընդրություն կա։ Կամ շրջամը ծավ պիտի կաշե, պիտի որոշե շրջամը պիտի ծավի, կամ անցնասման պիտի կա։ Երկու որոշումի թիմած է։ Եվ ընդհանրապես բոլոր արձիվները որոշումը կարնեն, որ պիտի նորոգվին և պիտի ծավին։ Ծավի ինչ է գիտեք, մոտավոր 150 օր կդև է։ Գուդուցը և իր մակինները կսկսի ժայրին զարնելու, ամուր, կզարնե, մինչև որ գդրի, ինչպես մեկ ագրան կկաշե, որ նորը ելն է, աս աստիջան ժայրին կզարնե, նույնպես մարմինը կսկսի ժայրին կծելու, կծե, ծավ կկաշե, և կգդրի գուդուցը, և պիտի սպասե, որ մինչև նորը ելն է, որ ելը սկսի։ Նույն ծևովա մակինները կնե, կզարնե ժայրին և կգդրվի և պիտ համպեր է, որ նորը ելն է։ Աս շրջանը որ կանցն է, լերիմը պարսության մեջ կանցն է ասիգա, մինակ կկաշվի, մարդոցմեն հերով կգենա։ Եվ դժվարությունը ինչ է գիտեք, երեք հատը վրայի կլա, թե գուդուցը, թե մակիլը, թե պետուրները, նույն թայմինգին։ Շատ ակամներ մենք որպես հավատացյալը դժվարությունները գսենք ասանք ամենը վրայի եկավ։ Արձիվը գամպեր է և գտիմանա ծավի։ Գանցնին աս մոտ 150 օրերը և արձիվը գնորոգվի։ Եվ ետ գսկսի երկինքը սուրալու։ Արձիվը երբ նորոգվի ոչ թե որ այսպես 11 կիլոմետր կբարձրանար գոր, հիմա ավելի քիչ նոր ծնածի պես կնա գսեսում քիրքը եւ գիտությունը, այսպես փորձված է ասիա։ Մենք շատ անգամներ այսպես ապրանք մկրնած կլանք, ասենք ավրվավ, կամ ասենք ինքնաշարժ ունեցած կլաս, այսպես ռեմոնտ կնես իրեն նորոգվավ, արեստավորներ ավելի գիտեն։ Կսեն օրիջինալին պես չի դառնա, ճիշտ է ադի չի դառնա, բայց Աստծո ստեղծածը որ at նորոգվելու բնաստը դրել է աստրջունի մեջը, ետ իր ծնածին պես կդառնա, ետ իր զորությանը կդառնա։ Մի հատ որ նորոգվի, ետ վերգել է։ Նորոգված զորավոր ձևով։ Եվ աս նորոգությունը լանեն վերջը, թե ինքը մոտ 30-35 տարեկան է, 30-35 տարի եվս
հնարավորություն ունի ապրելու։ Ասի միակ թրջունն է, որ աս հնարավորություններ ունի եւ Աստված հավատացյալին կնմանցնի, դերոջը սпасող հավատացյալին։ Սուպիկի մեջ կգարտանք ուրիշ համար նկատարցիալ արձիվի մասին մայր արձիվի մասին իր բույնը կխարնե։ Պեն օրինացի մեջ կսե, ինչպես արձիվը իր բույնը կխարնե, գշարժե իր ծակերուն վրա։ Ուրեմն արձիվը մեկ բնավորությունը ևս ունի մայր արձիվը, երբ արձվիկները քիչ մգմեցնան, մինչ մայրը կապահովեր եւ հայրը կապահովեր իրենց ճաշերը, իրենց թրջնելու կղրգեն։ Գսուրան ղրգերեն վերջ իրենց բույնը կավրե։ Իր շինած բույնը մայր արձիվը կավրե։ Եվ արձվիկները կվերադառնան բույն չը։ Մայրը, որ այդ բույնը շինեց, այդ բույնը կանտեց։ Վիճակի մտիմաց են, որ աս արձվիկները այլևս դարձյալ որոշումը մտիմաց են։ Կամ իրենք որսը պիտի որսան, կամ անուտի պիտի մնան։ Բայց մենք իրենք արձիվը անհաղթ թրջուն են։ Չի բարդվեր, գբայկարի, գահամբեր է։ Իրենք որպես հոգևոր խորհուրդ, մենք հավատացյալներ շատ անգամ մեր բույնն ալ կխառնվի։ Ին ուխտի մեջ գարտանք Իսրայելի ժողովրդի բույնը խառնվեցավ։ Հանգիստ էին Եգիպտոսի մեջ, ուրախ էին Եգիպտոսի մեջ։ Բույներին խառնվեցավ։ Իրենց հանգիստեն դուրս ելան, անգլերենով կսեն comfort zone, անդերեն դուրս ելավ։ Աստված խառնեց այդ բույնը։ Ուրիշ օրինակ Հոսեփ գտեսնենք։ Հոսեփին բույնը խառնվեցավ։ Հոսեփ ուրախ էր իր եղբայրներու մեջ, հանգիստ էր, հանգարց խառնվեցավ, բանտ իջավ, նեղություններում մատնվեցավ, ետ պայքարեցավ, ետ վերականգնեցավ։ Օրը Հոբին բույնը խառնվեցավ։ Հոբ դարձյալ ուրախ էր, հանգիստ էր։ Հոբ նույնիսկ զոհեր գմանության էր, աղքատներու հայերերը, շատ բաներ կա իրեն մասին դսած են, ասկերու հոգներ հոբ։ Բայց օր մի բույնը խառնվեցավ, հանգիստեն ելավ։ Եվ ադոր երելու մեջը դերը 10 սովեցուց։ Շատ աստվածաբաններ գսեն հոբ, քանի որ վիճակի վրա գդիրեր գոր, ապահովություն գուզեր գորն իր զավակներուն, ադոր համար ողորմություններ գներ գոր։ Գարձիկներ ունանասան, բայց իմ գարձիկովս հոբ հավատքի կնուտենը անցավ։ Դերը խառնեց իր բույնը եւ քիչ ավելի այսպես ծանր խառնել ուներ, այսինքն ընտանիքը մեր զավակները մեր Okay, նյութական գործունեություն, հարստություն գործունեություն, բայց իր զավակները մնաց։ Բայց հոբ իր վերջավորության ինչ կսե, եսկու մասին լսած է լսե, բայց հիմա ավելիով ջանցա քեզի, հիմա տեսա քեզի ով դեր։ Շատ անգամներ ասված մարդ արարածին բույնը կխառնե, որպես իրեն ավելի մոտեցնե, ավելի ջանցնե։ Եվ ու բույնը խառնվի, երկու որոշում ունիս։ Աստված խոստում ունի լսե դերոջը ապավինողներուն, արաբերենի մեջ եկած է դերոջը նայողներուն։ Պիտի նորոգեմ, պիտի վազեն ու չտունան, պիտի կալեն, պիտի չհոգնին։ Դանիելի բույնը խառնվեցավ, դեկարտանք սուպիկի մեջ։ Նախարարներուն կովներ, իշխաններուն կովներ, բույնը խառնվեցավ։ Ետ վերականգնեց։ Օրը լսեցինք Արցախի ժողովրդին բույնը խառնվավ։ Բոլորս ալ դեղյակ էինք, դեղահան եղան, աքսորվեցան, Սուրիայի ժողովրդին բույնը խառնվավ։ Դարձյալ մարդիկ աքսորվեցան, դարձյալ մարդիկ նեղություններում մատնվեցան։ Եվ անցիկ եղան, որ չի դիմացան այդ վիճակին, մահացան։ Ես աղաքին ընտանիքներ գիտեմ, այդ նեղության ադեմ մահացան։
բայց Տերը հավատացյալին խոստում ունի եւ դրամանցնե արձիվի որդուն հնարավորություն ունի սնորոգվելու։ Ամեն։ Օրինակ մը ուզեմ իշել, երբ Սուրիա էի, ուրեմն անց մի եկավ կողս, պատերազմի ադենս հավ, մենք անկորձ մնացինք, ամուսնացած մարդ մնեմ, 60 տարեկան, Պասկեն անունով, սա անկորձ մնացինք սավ, կորդ չի կդանք, դղաս զինվոր եղավ սա, պես հրամով զինվոր գսել Սուրիայի մեջ, ստիպված եղան գսավ, որ հերու դեղ երտան է ավելի տրամ ուտան իրեն, սամանի մոտ, գրագին եղած դեղը, և հուն կնաց, մահացավ դան, մահացավ, սավ թիագը չի գրծանք բերել, սավ Թուրքիա դարի, գբակն է, որ այսպես ես մդիկ կնեմ, որ ասի պույնը խարնվեր է, շարնագեց, սավ նորքյուղը ազատակրվել եմ վերջը, սավ դունս սկացին է սա, զավայլիս պերներուն 3 ամիս է դերել, ես էր եղին սկացին է սա, դունը մդանք, որ սավ արդեն 50-60 տարեկան եղել ենք, հազիվ շիներ էին, սավ շատ դիգինս անանքը ստացավ, մեկ 2 ամիս սավ, հիվանդություն մի եկավ, նեղութենու վրան ինքնալ ներով։ Կանի ուշապատ սավ անցավ, զավակ ունի սավ կեսապ ամուսնացերը, իրենքալ դեղահան ելան, բատմեց, գվատնե որ, սավ ու գարձիկովըտ ես ինչ պետք է եմ հիմա, ոս մինագս եմ։ Մի կանի շապատ վեջ անցնալ մահացավ, մեկ հոգի մնաց, այսինքն ասոր բաղմությունն ասպես իչմը պույն խարնվել չէ։ Շատ մը ընտանիքներում պույնը խարնվեցավ, ասենք ընտանիքի մեկ անդամ ուրիշ սամակամաս եղավ, ուրիշ երկիր եղավ, որ 8-10 տարի պիտի չի տեսնե։ Բայց ասի թեթև գկշրե, կանանոր, որ ընտանիքին անդամը մահացավ, Արած մգագսեն լերին եդևը թողըլավնաշուն էին կարին դագը լանեն լավ է։ Շատն ընտանիքներում պույն այսպես սևով անդվեցավ, ընտանիքի մեկ անդամը մահացավ, հայրը մահացավ, ամուսինը մահացավ։ Այսօր դերոչմեն խորուրդը ինձի և կեզի, ես այր պոս եկա շատ անդրամատիր եղա, ասկահակը որ եկա։ Եվ հաջախ այսպես միտքս ուկար, որ կապեսին աղոտ կաղոտեմ։ Երանիքը դեր ամեն գողմանեզի սորվեց։ Եվ սկսա այսպես սրճնելու, արդյոք գան անցիկ, որոնք բանթուղտության երգերի մեջ օրտնվեցան, գան ահակին անցիկ։ Եվ հանգարց օրմը միտքս աս արձիվին նյութի եկավ։ Եվ մարդ արարածին պույնը խարնվի, անպայմանորեն ոչ թե որ նյութականորեն, նաև հոգեկանն ալ գխանկարգեն։ Նյութականը միշտ պատճառ չկրնան, հարազատներ ունի իրեն գոգնեն։ Ձևով ինչ կնա գիրեք, ապրելու լանսը կգրվի։ Արձիվին արած որոշումը թյուրուն որոշումը չէ։ Ասված որ օրինակ կտնենք, որ մեզի արձիվին թյուրուն որոշում չէ։ Գուդուց է բադին զարնելով թյուրուն որոշում չէ։ Բայց ճիշտ որոշումը դարնեինքը, նորոգվելու որոշումը դարնեն, փոխվելու որոշումը դարնեն, զորանալու որոշումը դարնեն։ Այսօր ասված ինձի և կեզի սել ուզե որ եթե ուզես նորոգվիլ ինձի աբավիներ, ինձի նայր։ Մեկ խորուրդ, դերոջ աբավինողներուն ուժ լինի նորոգվին։ Եթե չի նորոգվինք, ասված մի արասը, ես և դու եթե չի նորոգվինք, արձիվ անցնասման է։ Մարդ արարածն ալ նույնի եղավ, շատ բախնություններ գալսեր ենք Սուրիայի մեջ, գամբիտ նորոգվիս, գամբիտ մահանաս նեղութեն հետ և մտածում են։ Այսօր ասված ուզել գսե եթե բույնըտ խարնվավ նորոգվելու հնարավորություն։ Ուզեմ կանիմը կորձնական կայլեր գսել, դարձյալ արձիվ են, որպես 10 մեզի, նեղության ժամանակ բնական է, որ ժամանակ մարանցանաս։ Մենք ասինք արձիվ երբ պիտ նորոգվի, երբ դգարացավ, աչկերը հերու։ Արձիվը լեր էլավ, աշտ մենք չենք գսեր լեր ելենք, սինք միտքը կաղապարը, որ առանցնացավ, աչկերը հերու։ Գիտեք ինչ սել է վերելնել հոգևոր խորհուրդի մեջ, անչադվիր աշխարեն, վարին բաներեն, որ գծանրացնեք ես վեր բարձրանալու։ Այսինքն աշխարհի ուրախությունները, ժամանակավոր ուրախությունները չսերծք է, բայց եթե նորոգվիլ ուզես, պետք է ես և տուն, եթե ատ հանգրվանին ենք, եթե մեր բույնը խարնվեր է, ասված սեր ուզե որ առանցնացիր, երբ առանցնանաս, Աստծո գնայես, Աստծո գնոդենաս։ Ամեն։ Ես և տուն արձիվին հնարավորություն ունենք և այս բնաստը ասված դրած է։
Անշուշտ բարացի օրեն մենք չենք կնար թարգմանել մեկը 60 տարեկան է 33 տարեկան դիլա մասերն ասվայսպես չէ այլ ասված հոգին գնորոք է սուրբ հոգի միջոցով մարմինը գնորոք է վրան ուժ գբերե իսկ վերջին մի անցնվիր այլ անհաղթ արձիվին նման նորոգություն խնդրել ես և դու հնարավորություն ունենք նորոգվելու մենք խնդրեմ գլուխնից մահարեցնենք այսօր եթե կյանքիդ մեջ եղավ բուհին խարվավ և վայճար մեղացար կամ գնալ մինչև հիմա դժվարության մեջ ես այսօր ասված կսեք ես ինձի և կեզի ու նորոգվելու հնարավորություն ունիս այսօր եղու դերոջմեն խնդրենք ով դեր նորոգ էին երիտասարդությունս նորոգ էին կյանքս նորոգ էին երանտս այ ապրելու վեր բարձրանալու դեր արձիվի նմանցնեմ եսի աստրուշունը միան վերերը գտրչի վար ճիշն է այո դեր տուն խոստում ունիս այր որ մեր մանկություն պիտի նորոգես մեր երիտասարդությունը պիտի նորոգես դեր տունը սիրդև ինձի ապավինողները արձիվի վես թևերը պիտի բարձրացնեն պիտի վազեն ու չհոգնին պիտի կալեն ու չդուննան դեր եթե գա մարդիկ մեր մեջ որ այսպես տունցեր են դգարացեր են այլ դեր այսօր կխնդրեմ դեր ինձ մեր սկսյալ դեր նորոգես մեզի հաստատես մեզի դեր որ տեպի վերերը սուրանք այլ տեպի կեզի մոտենան հոգվով դեր կեզի հարինք այլ մենք գիտենք դեր տուն ես նորոգողը դեր տուն ես ատ բնաս տնողը դեր ատրջունի մեջը և տուն ամենագարով ես այլ դեր մենք կեզմեն նորոգություն կխնդրենք այլ նորոգվիլ կուզենք այլ սորանալ կուզենք այլ մեր հավատքին մեջը մեր աշխատանքներում մեջը մեր վգայության մեջը մեր սրբության կյանքի մեջը դեր ավելի սուշը տան դեր արձիվին նայելով դեր թասեր վերցնեն դեր օգնե այլ մեզի մենք դեր գարիք ունենք դեր նորոգվելու դեր մենք չենք կուզեն անցնվիլ կուզենք դեր մենք անհաղթ հավատացյալները լար արձիվի նման մեղքին թիմաց այլ ու ձերգերու մեջ կանցնենք այլ դու մեզի առաջնորդ է դու մեր գողքին եծիր այլ Հիսուսյան Ամեն